Միացյալ Նահանգների և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրային բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդել է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին։ Քննարկումների մեկնարկի փաստը հաստատել է նաև Սինհուա գործակալությունը։ Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Հե Լիֆենը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը և ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը։ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնևում մայիսի 10-ից 11-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Շվեյցարիայում կայացած այդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են մասնակիորեն նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը, որոնք մինչև մայիս գերազանցել են 100%-ը։ Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ցինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ու պայմանավորվել հնարավորինս շուտ անցկացնել առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։ Եթե Ուկրաինան խաղաղություն ցանկանար եւ ինքնուրույն որոշումներ կայացներ, ապա Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության պայմանագիր կարող էր ստորագրվել 2022 թվականի փետրվարի 28-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական եւ ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Եթե Ուկրաինան ցանկանար, եթե պատրաստ լիներ, եթե որոշումներ կայացներ իր համար, ապա մենք կարող էինք խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականի փետրվարի 28-ին, առաջին հանդիպման ժամանակ, ասել է Մեդինսկին Russia Today-ի եթերում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ իրավապահների տեղում, ապա կձերբակալեր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Ես դա կանեի, եթե ես լինեի Թոմը, ասել է Թրամփը, մեկնաբանելով նահանգապետի եւ Թոմ Հոմանի միջև հակամարտությունը, որը վերահսկում է վարչակազմում սահմանային հսկողությունը եւ անօրինական ներգաղթյալների արտաքսումը։ Նյուսոմը նախկինում հրապարակավ քննադատել էր Հոմանին, ինչը Թրամփի արվել է բացառապես քաղաքական PR-ի նպատակներով։ Ինձ դուր է գալիս Կևին Նյուսոմը, նա լավ տղա է, բայց նա բացարձակապես ոչ կոմպետենտ է, դա բոլորը գիտեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաև խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում անկարգությունների մասնակիցներին, դրանք անվանելով պրոֆեսիոնալ հրահրողներ և անկարգություններ։ Սրանք վատ մարդիկ են, նրանք պետք է բանտում լինեն, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանը պնդում է, որ իր տրամադրության տակ ունի Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթեր։ Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը, գրում է Euronews-ը։ Նախարարի խոսքով իրանական հետախուզությունը ձեռք է բերել հսկայական քանակությամբ փաստաթղթեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն Իսրայելի միջուկային օբյեկտների, պաշտպանական կարողությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հրեական պետության հարաբերությունների մասին։ Խաթիբն արխիվն անվանել է գանձ, որը կբարձրացնի Իրանի հարձակողական կարողությունները։ Նա նաև ասել է, որ փաստաթղթերի մի մասը մոտ ապագայում կհրապարակվի։ Euronews-ը հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Խաթիբի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել կիբերտեսանելիության մեջ ենթադրյալ ներգրավվածության համար։ Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը զենք է փոխանցել Ուկրաինային, չնայած տարածված կարծիքին, թե Թել Ավիվից ռազմական օգնություն չի եղել։ Ըստ Նովոստի Ուկրաինիի դիվանագետը դրա մասին հայտնել է Մարիչկա Դոբենկոին։ Պատրիոտ համակարգերը, որոնք մի ժամանակ ստացել էինք Միացյալ Նահանգներից, այժմ Ուկրաինայում են։ Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք Իսրայելի սպառազինության մեջ էին 1990-ականների սկզբին։ Մենք համաձայնեցինք դրանք փոխանցել Ուկրաինային եւ ցավոք դրա մասին շատ բան չասվեց, բայց երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել, այդպես չէ, դա ճիշտ չէ, ընդգծել է դեսպանը։ Ֆրանսիայի իշխանությունները փորձել են համոզել պաղեստինամետ ակտիվիստներին, որոնց նավը իսրայելական իշխանությունները կանգնեցրել էին միջերկրական ծովում, չմեկնել Գազայի հատված, երկուշաբթի օրը հաղորդել է BFM TV-ն։ Կառավարությունը հայտարարում է, որ զգուշացրել է եւ փորձել է տարհամոզել առաքելության մասնակիցներին, այդ թվում Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանին եւ ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ, Փարիզը նաեւ հայտարարել է, որ կապի մեջ է Իսրայելի իշխանությունների հետ ցանկացած միջադեպ կանխելու համար։
Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլոկները անտեսել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից Կիևի ահաբեկչական հարձակումների մասին ուղարկված նյութերը։ Ի պատասխան նա պարզապես հայտարարել է, որ Ուկրաինայում ֆաշիզմ չկա, Կիևում ֆաշիստական ռեժիմ չկա, ասել է Կլոկները։ Հունիսի 7-ին Վոլոդինը Կլոկներին եւ Գերմանիայի խորհրդարանի 5 քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղարկել էր Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական օբյեկտներին հարվածների վերաբերյալ նյութեր։ Իր ելույթում Պետդումայի նախագահը մատնանշել է ուկրաինական իշխանությունների կողմից Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ ուղղված անօրինական գործողությունները։ Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու ուղղությամբ։ Հերթական հայտարարությունն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպել։ Նա մասնավորապես նշել է. Հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր, նշել է Փաշինյանը։ Կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է աշխարհիկ իշխանությունների եւ եկեղեցականների միջև լարվածության մասին։ Նա կարծում է, որ կաթողիկոսին փոխել հնարավոր չէ։ Հասարակությունը համանման ճգնաժամերից կարողանում է դուրս գալ այն դեպքում, երբ որ նա կարողանում է իր միասնականությունը պահպանել։ Հիմա երբ որ ընթանում է հակադարձ ուժագծերի վրա այսպիսի շարժում, դա կարող է առաջացնել խզված հասարակությունը աստվածաշնչյան տող է, որ պառակտված թագավորությունը չի ապրելու։ Եվ եկեղեցին նորից եմ կրկնում տարանջատված է իշխանությունից, նա չի կարող տարանջատված չլինել, որտեղ նորից եմ կրկնում, նա համաշխարհային կառույց է եւ ոչ թե ներհանրապետական որևէ կառույց։ Կլինի դա հասարակական կազմակերպություն, ինչ կլինի դա ներհանրապետական մի բան է։ Հայոց առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է եւ այս տեսակետից ասենք սեղմել այդ զսպանակները ցած դա հնարավոր չի առայժմ։ Այսօր վաղը մյուս օրը փոխվում է հազար ու մի բան, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր երկրում եկեղեցին աշխատում է մնալ պահպանողական։ Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Այս մասին ըստ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով եւ իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Ամերիկյան Russian Today լրագրող Ռիկ Սանչեսի Էֆեկտը շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին. Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվեն։ Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները, հավելել է Մեդինսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Դաշինքի երկրների ղեկավարների խոստումը ապագայում Ուկրաինային իրենց շարքեր ընդունելու վերաբերյալ ուժի մեջ կմնա։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը. մենք ասացինք, որ դեպի ՆԱՏՕ այս ուղին անշրջելի է եւ այս գնահատականը գաղափարժողովից հետո չի փոխվի, ասել է նա։ Միաժամանակ նա նշեց, որ այս հարցը կարող է չարտացոլվել Նիդերլանդներում Դաշինքի գաղափարժողովից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։ Եթե սա հաղորդագրության մեջ չէ, ապա դրանում ոչ մի վատ բան չկա, ասել է Ռյուտեն։
Եվրամիությունը կարող է հունիսի 20-ին քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ փաթեթի շուրջ, եթե Միացյալ Նահանգները համաձայնի համակարգել դիրքորոշումները այս հարցում, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով բարձրաստիճան դիվանագետի։ Եթե ԱՄՆ-ն համաձայնի համակարգված մոտեցման, նոր պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 20-ին, ասվում է հայտարարության մեջ։ Եվրամիությունը հույս ունի համապատասխան ազդանշան ստանալ G7-ի հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Կանադայում հունիսի 15-ից 17-ը։ Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Ռախմանինը Ուկրաինսկայա Վիստինա հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները կվատթարանան մոտ ապագայում եւ չի բացառել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Կիևին նախկին պետության ղեկավար Ջո Բայդենի օրոք տրամադրվող ռազմական օգնությունը։ Կվատանա արդյոք իրավիճակը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում տեսանելի ապագայում։ Կարծում եմ, այո, կարող ենք ասել, որ նոր օգնության փաթեթներ չեն լինի, եթե խոսքը ռազմական օգնության մասին է։ Հնարավոր է, որ Թրամփը կանգնեցնի Բայդենի փաթեթները եւ դրանք այս տարի չեն ավարտվի։ Դրանք նախատեսված են 25-ի, 26-ի եւ եթե չեմ սխալվում 27-ի համար։ Կա ռիսկ, որ նա սա էլ կկանգնեցնի։ Կա ռիսկ, որ նա մեզ կկտրի հետախուզությունից։ Չգիտեմ, բայց չեմ բացառում, ասել է Ռախմանինը։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը քննադատել էր Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինայի ռազմական օգնության հատկացումը, որը նրա խոսքով չէր հետապնդում հակամարտության դիվանագիտական կարգավորման նպատակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար, Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց սախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել նշելով, որ մերժում է այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, հայտարարության մեջ նշվում է։ Վրաստանի հայ համայնքը եւ ազատ քաղաքացիական անհատներ խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձագանքում են Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Մենք հայտարարում ենք, հայ առաքելական եկեղեցին եղել է, կա եւ լինելու է մեր ինքնության ողնաշարը։ Մենք կանգնած ենք մեր եկեղեցու, մեր հոգևոր հայրերի եւ մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։ Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին եւ Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։ Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարց է։ Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության, սա վերաբերում է մեզ բոլորիս, ասված է հայտարարության մեջ։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է մերժել դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ խորհրդի մեկ այլ որոշմամբ դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են։ Հայաստանի սուպերգավաթակիր Երևանի Արարատ Արմենյան նոր համալրում ունի կազմում։ Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել 28-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսա Ալեքսանդրոսն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է Հունաստանում, մասնակցել հունական սուպերլիգայի 85 հանդիպման։ Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։ Մենք տեսնում ենք, որ աշտան վերջին ամիսներից սկսած մեզ մոտ խնդիրը սկսում է սրվել եւ գարնան ամիսներին փուլ առ փուլ խնդիրը մեղվում է։ Չեզոքանում արդեն ամառվա ընթացքում։ Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը խոսելով օդի աղտոտվածության մասին։ Չգիտեմ ինչ հիմնավորում եւ բացատրություն կա դրան, որ օրինակ մարդը որոշում է, որ ինքը պետքա իր ավտոմեքենայի այդ կատալիզատոր կոչվածը հանի եւ թունավորի բոլոր մնացածին, այսինքն չգիտեմ ինչա, ինչ որ երևի խնայողություն է դրանով ստեղծվում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը սա շրջակա միջավայրում ով կանգնած է թունավորում է ինքը իր ավտոմեքենայով։ Եվ կարծում եմ այն, եթե մեզ տրված լիազորությունների շրջանակում մենք այդ հնարավորությունը մենք հիմա էլ կարող ենք։ Ես այսպես ասեմ, մենք հիմա կարող ենք
տրանսպորտի վարչության միջոցով որոշակի սահմանափակումներ սկսել ստեղծել այդ այսպես ասած տրանսպորտային միջոցների միջև եւ շատ լավ կլինի որ այդ քննարկումը մենք ունենանք մանրամասն նվազագույնը այս հատվածում հանրայնորեն հասկանանք ինչ է դուրս եկել դա այսինքն նորմալ է որ ավտոմեքենան պետք է թունավորի մեզ բոլորիս ենթադրում եմ նորմալ չի Ենթադրում եմ դա նույնս չի որ տենց մեր ազգային արժեքն է, չէ՞, այդ ավտոմեքենան որ պետք է թույնի բոլորիս։ Ես կարծում եմ մենք ամենայն դեպս մենք ոչ միայն պետքա բարձրաձայնենք այստեղ այդ խնդրի մասին, այլ նաև պետքա սկսենք լուծել այդ խնդիրը մեր մասով։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան իրականացրել են 25 տարեկանից փոքր գերիների փոխանակում Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում։ Ուկրաինայում հատուկ գործողությունը կշարունակվի, բայց դրան զուգահեռ Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտական քայլերի, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապագայի 2050 ֆորումում։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Ուկրաինայի ցեղաբեկչական սպառնալիքի ռիսկը ճնշելու համար։ Բրիտանացիները Կիևին 100%-ով օգնում են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու հարցում։ Հատուկ ռազմական գործողության ձեռք բերված արդյունքները մի օր իրավական ձևակերպում կստանան։ Ռուս զինվորներն այս հակամարտության լավագույն դիվանագետներն են առաջնագծում, նրանք պայքարում են ճշմարտության եւ պատվի համար։ Ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանը կվերսկսի, երբ քննարկումը հավասար լինի։ Արդեն պարզ է, որ ԱՄՆ-ն չի արձագանքի Ռուսաստանի Դաշնության կոչին միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վրա մորատորիսում սահմանելու վերաբերյալ արևմուտքը ընտրողաբար է կիրառում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ասել է Լավրովը։ Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար Միացյալ Նահանգների հետ բանակցությունների 6-րդ փուլի ամսաթիվը եւ վայրը կհայտարարի համապատասխան ժամանակին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Այս պահին ես լրագրողների համար որևէ տեղեկություն չունեմ։ Բանակցությունների 6-րդ փուլի մասին, եթե որոշում կայացվի, այն կհայտարարվի ավելի ուշ, ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ նրա խոսքով ցանկացած ծրագիր, որը հաշվի չի առնում Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները թե խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում, այդ թվում ուրանի հարստացման, թե անօրինական պատժամիջոցների վերացման առումով անընդունելի է։ Մենք մեր սեփական նախաձեռնությունը Օմանի միջոցով կփոխանցենք հակառակ կողմին անմիջապես դրա ավարտից հետո անկասկած Միացյալ Նահանգների շահերից է բխում լրջորեն քննարկել այս առաջարկը, հավելել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Գրենլանդիայի աջակցության օգտին նշելով, որ դրա բռնագրավումը անընդունելի է։ Նա այս հայտարարությունն արել է Նիսում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսային 3-րդ համաժողովում։ Ես ասում եմ ամենայն վճռականությամբ, ծովի խորքերը չեն վաճառվում, Գրենլանդիան չի վաճառվում, ոչ Անտարկտիդան, ոչ էլ բաց ծովը չեն վաճառվում, ասել է Ֆրանսիայի առաջնորդը, որի ելույթը հեռարձակվել է Ելիեսյան պալատի կայքում։ Մակրոնը նաև դեմ է արտահայտվել խորջերյա հանքարդյունաբերությանը։ Մենք պետք է պաշտպանենք մեր էկոհամակարգերը, քանի որ չգիտենք, թե ինչի կարող է հանգեցնել այս զարգացումը, ասել է նախագահը։ Ֆրանսիայի նախագահը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա քննարկելու Արկտիկայի անվտանգության հարցերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան, որը Դանիայի կազմում գտնվող ինքնավար մարզ է, պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը անկեղծ ասած Պուտինի եւ Բայդենի հուսադրող գագաթնաժողովից հետո 2021 թվականի հունիսին Ժնևում ցավոք շրջվեց ոչ թե 360, այլ 180 աստիճանով եւ փակեց հաղորդակցության բոլոր ուղիները, ասել է նա։ Հունիսի 4-ին Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցկացրեցին իրենց 4-րդ հեռախոսազրույցը ամերիկացի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Այն տևել է 1 ժամ 10 րոպե։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդը մանրամասն խոսել է Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների մասին եւ գնահատել Կիևի կողմից կազմակերպված հարձակումները։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Կալիֆոռնիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան
80 մարդ է ձերբակալվել։ Լոս Անջելեսի կենտրոնում ընդհանուր առմամբ 27 ձերբակալություն է իրականացվել, հաղորդել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը։ Նա հայտնել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա կոկտեյլ նետելու փորձը եւ մոտոցիկլով ոստիկանական պատնեշի մեջ մխրճվելը։ Բացի այդ, ինչպես նշել է ոստիկանությունը, նախորդ օրը Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է մոտ 60 ցուցարար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Կիևին ռազմական օգնություն տրամադրելու եւ Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք $300 միլիարդ ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք չի ստիպել Կիևին դիվանագիտական լուծում։ ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը փորձում է լուծել ուկրաինական հակամարտությունը։ Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգների գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կփոխանցվի առաջիկա օրերին։ Նրա խոսքերն է մեջբերում իրանական Թանսիմ լրատվական գործակալությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների 5-րդ փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին, որը միջնորդում է կողմերի միջև, հայտնել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական ընթաց է գրանցվել։ Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարեց, որ ԱՄՆ հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիտքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն եւ ընդունելի առաջարկ։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն, ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Օրբանի խոսքով Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը լուրջ խնդիրներ կառաջացնի համայնքի համար։ Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է։ Եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, պատերազմ կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջև։ Այս անդամակցությունն այժմ անհնար է։ Սա է աշխարհաքաղաքական իրականությունը, ընդգծել է Օրբանը։ Հունիսի 8-ին Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 2 ոստիկան։ 2 մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ 2 ոստիկան տուժել են մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ 2 վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում, X-ում հայտնել է տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս Անջելեսի գլխավոր մայրուղին ազատել երթևեկության համար, որի մի հատվածը փակվել է ցուցարարների կողմից։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով ցուցարարները բախվում են ոստիկանների հետ, նրանց վրա շշեր եւ քարեր նետելով։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն 5 մեքենա։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սրացումը պայմանավորված է դաշնային կառավարության գործողություններով, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Կալիֆոռնիայի ազգային գվարդիա ուղարկելու որոշմամբ։ Միացյալ Նահանգների Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Old Shelbyville ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում, ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում ըստ գնահատականների եղել է 16-ից 20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քոֆի շրջանում։
Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը, որում մասնավորապես ասվում է. Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 падգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում Ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման, ասված է հայտարարության մեջ։ Հունիսի 8-ին Գյումրիում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Սրբազան պայքարի առաջնորդը հանդես է եկել ելույթով։ Նա նշել է, որ եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ։ Եկեղեցի եւ պետություն հարաբերությունների առճակատում գոյություն չունի, որտեղ եկեղեցին հենց այդ պետության եւ պետականության համար պայքարած բացարձակ հազարավոր տարիների ինստիտուտն է, համակարգն է։ Եթե մի պահ չանդրադառնա իր հոգևորականությանը, երկրորդը այդ առճակատումը տեղի ունենալու պատճառով, որ ժամանակի կառավարիչները համապատասխան եւ այս պրոբլեմաներից ցանկանում են երկարքեցնել իրենց բոլոր ծրագրերը իրականացնելու, որը մակերում անկարելի է։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Նա հարցաքննվել է զինվորական պաշտոնեական անփութության, մարդ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Շահրամանյանն այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ եւ կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա նրա ազատ արձակումն ապահովելու համար։ Ազատության նավատորմը, որի մեջ է մտնում նաեւ Մադլեն նավը, որով Թունբերգը եւ այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ Մեզ միջազգային ջրերում բռնագրավել եւ առևանգել են իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ ընտանիքին եւ ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, ինձ եւ մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար, ասվում է Թունբերգի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները բարձրացել են Մադելային նավ, սակայն նավի հետ կապը կորել է։ Ավելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների եւ ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի, ասել է Ալուշը Ալ-Իխբարիա հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով մայիսին մոտ 90,000 մարդ է վերադարձել Սիրիա։ 2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ եւ մտան Դամասկոս։ Դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը եւ լքեց երկիրը։ ԱՄՆ-ն քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է Times of Israel թերթը, հողում անելով ամերիկյան աղբյուրներին։ Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացել UNIFIL-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում, գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ UNIFIL-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով եւ ԱՄՆ-ն կարող է վետո դնել հաջորդ բանաձևի վրա, որը պետք է ներկայացվի օգոստոսին։ Jerusalem Post-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն արդեն որոշել է քվեարկել UNIFIL-ի մանդատը երկարաձգելու դեմ։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ UNIFIL-ը պետք է դադարեցնի գործողությունները Լիբանանի հարավում, գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից ի պատասխան Թրամփի,
Վարչակազմի կողմից դաշտային ֆինանսավորման հնարավոր զանգվածային կրճատումների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունիսի 8-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում քաղաքը տեղակայվի ազգային գվարդիայի 2000 զինծառայող։ Նրանք ցուցարարներ չեն, նրանք վարձատրվում են անկարգություններ հրահարելու համար, գրել է Թրամփը իր սոցցանցերի էջում։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունիսի 9-ի 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին 11-ից 12-ի կեսօրից հետո 10-ի եւ 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 9-ի 12-ից 13-ի գիշերը 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։